ամսի 20-ն է, գտնվում ենք Կոտայքի մարզի ժողովրդի կողմից արդեն ստացած կայծակից պայթած կամրջի վայրում, որտեղ նույն տեմպերով, եթե շարունակեն աշխատեն, ոնց որ հիմա են աշխատում, այս կամուրջը երևի մի տարի նոր պատրաստ կլինի։ Հիմա այստեղից դիմում եմ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար պարոն Դավիթ Խուդացյանին, տեղեկացնելով, որ պարոն Խուդացյան, եթե ճանապարհային դեպարտամենտն է այս աշխատանքները կատարում, ապա տեսեք, ոչ մի բան չեն արել, տախտակները բերել լցել են, նույնիսկ ձեր հանձնարարականը չեն կատարել, որը վերաբերվում էր լուսային անվտանգության փարոսիկների տեղադրմանը, հեսա մի ժամ ու կես հետո օրը մտնելու է ու կտեսնեք, այստեղ այդ թարթիչները, այդ լուսային անվտանգության փարոսիկները չկա։ Օրինակ Նուբարաշենից դեպի Բարձրաշեն, երբ հենապատը կառավարության եւ Երևանի քաղաքապետի միջնորդությամբ հիմնանորոգվում է, այնտեղ լրիվ անվտանգության պարագաները տեղադրվել էր, այդ լուսային փարոսիկներից բռնած ամեն ինչ արգելապատնեջերով, իսկ հիմա տեսեք, այստեղ ինչ է կա, հենա բերել են, դրել են, մարդիկ ասում են 4 օր այսի այսպես դրածա, որ պիտի դեկորացիա ինչ է, Էրմիտաժի թանգարանում են գտնվում, բերել դրել են, բայց ընտիր լուսային փարոսիկը չմիացնեք, որ վարորդները մթության ժամանակ տեսնեն։ Գիտեք, BMW-եր հայտնվել այս փոստում, ոչինչ չեն անում, 24 ժամ ռեժիմով միայն աշխատում են ներքին գործերի նախարարության, ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, պարեկային ծառայության պետի, ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանի հանձնարարականով պարեկները այստեղ գումարտակի հրամանատար, Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ 24 ժամ ռեժիմով պարեկները այստեղ հերթապահություն են իրականացնում, պատկերացրեք, պարեկ չլիներ, այստեղ ինչ կլիներ, ասում են Եվրոպա ենք գնում, մենք եվրոպական չափանիշներին կամուրջ ենք ունենալու, Եվրոպայում հիմա այս նման բան տեղի ունենար, այս կամուրջի 60%-ը արդեն սարքել էին, խնդրանք, պարոն Խուդացյան, մի հատ տոկի տվեք, թող իսկական նամանավանդ Սևանել սեզոննա պատկերացրեք ստե ինչ է կատարվելու, մարդիկ ժամերով մնալու են խցանման մեջ, էլ չեն ասելու, որ ճանապարհային դեպարտամենտն կամ կամուրջը սարքող հիմնանորոգող ընկերությունը պիտի անի, այն որ ասում ուդարը գնալու է հենց ձեր վրա, ոչ մի բան չեն արել, անգամ ասում եմ, կրկնվում եմ, այդ անվտանգության լուսային փարոսիկները չեն դրել։ Էսի 4 օրա բերել են, ասենց դրել են, ոչ միացում են տվել, ոչ է, որ լույսերը մարդիկ տենան, գիշերը, վարորդները նախազգուշական լույսերը տեսնեն։ Այս ցուցանակները էլի լավ է, բայց լուսային փարոսիկներ, նախազգուշական
Այդ թարթող լույսերից պիտի դրվի։ Սևանի սեզոնն արա պետք է 24 ժամ ռեժիմով աշխատեիք, ասում եք Չինաստանից ենք սովորում, Եվրոպա ենք գնում, Եվրոպայում մի գործի 60%-ը արել էին, պարոն Խուդացյան, ձեր ճանապարհային դեպարտամենտը խափում է, ոչ մի բան չեն արել, ձեր հանձնարարականը եք տվել, որ այդ լուսային անվտանգության փարոսիկներ դնեն, էդ էլ չեն դրել սկի։ Որ մի հատ դրանց պրեմիայից զրգեք,